Դե ժողովուրդ, հիմա ուղղակի կնայենք ոնց որ պրակտիկին բերելու համար էլ ավելի շատ բերելու վիճակագրությունից ավելի պրակտիկ բան մի քիչ դժվար է գտնել նույնիսկ կնայենք մի քանի հատ տենց տարբեր նկարագրական ստատիստիկայի գործիքներ նկարագրական նշանակում ենք ոչ գուշակություն ենք անում ոչ մի բան ուղղակի ոնց որ ուղղակի տվյալները ունեն տեսնելու ենք տված կան ասենք 10000 հատ տվյալ են մեզ տվել ուրա 10000 հատ տվյալ են տվել, ասում են անեք։ Ինչ ենք անում հիմա։ Միշտ մի հատ շատ կարևոր քայլ, մինչև հետագայում էլ երբ որ գանք արդեն ինչ որ մոդ ալգորիթմ սարքել գուշակություն, ինչ որ թեստեր անել եւ այլն եւ այլն եւ այլն, միշտ ամենակարևոր բանը այդ ուղակի մի հատ անցնել տվյալների վրայով։ Մենք մի երկու տարի առաջ որ ինտերնշիփ էինք անում, տենց դիմորդների բաներն էինք նայում, ամենամեծ տիպիկ սխալն էր, որ բոլորը միանգամից թռնում էին բան մոդելավորման փուլին։ Բռնել ալգորիթմ սարքել, որը այդ ուզած խնդրի վրա գուշակությունը կանի, բայց պետքա մի հատ նորմալ ծանոթանալ տվյալների հետ, էլի մի հատ մի երկու անգամ կինո գնալ, բան անել եւ այլն, մի հատ նորմալ ընկերանալ հավեսով։ Նոր արդեն անցնել են ավելի հավես, ավելի տենց գրավիչ մոդելավորման բաներին, էլի։ Բայց օքեյ, անցանք, բա ինչ էր հաշվում։ Կարանք օրինակ հաշվենք, փորձենք տենց իմի բերել, որոնք են կենտրոնական արժեքն, ասենք միջին սա, միջինն է եւ այլն։ Ինչքան են ծրված, օքեյ, միջինի մոտ է սա հավաքված, թե ասենք ժում-ժում sense ծրված է։ Ինչ տեսք ունեն, ասենք սիմետրիկ է, ասիմետրիկ է եւ այլն եւ այլն։ Կան ինչ որ տարօրինակ կետեր, կան բացակայող կետեր, կան կետեր, որ իրականում անհնար պետքա լինեին, որ իրանք լինեն, որտեղ լիքը սխալներ կան լինեն տվյալների մեջ։ Ինչ որ խմբային էֆեկտներ, ասենք, այս խմբի մոտ նենց է, այն խմբի մոտ նենց է, կամ ինչ որ այս ժամանակի շրջանում սենց է, այն ժամանակի շրջանում սենց է։ Ինչ որ տենց արդեն հիփոթեզներ սկսենք ստեղծել։ Դասենք, իսկ գուցե սենց մի հատ բախ կա, ու արդեն նոր գնանք իրանց այդ ամեն ինչը ստուգելու։ Սա խոսում ենք մեր եղած տվյալների մասին։ Ուղղակի մեր sample-ն է, մեր sample-ը գանք ուսումնասիրենք։ Մի հատ տենց մի հատիկ արժեքով նկարագրելու համար, եթե ունենք թվային տվյալներ, տարբերակները, որ ասենք հաշվենք միջինը, sample-ի միջինը, կարանք հաշվենք մեդիանը, ամեն մեկը իր նրբությունները ունի, outlier-ների նկատմամբ ճկուն է մեդիան օրինակի համար, կարանք օրինակի համար, եթե ունենք կատեգորիկ տվյալներ, այսինքն մարդիկ ոչ թե բոյերն է, այլ աչքերի գույներն է, կարանք նայենք մոդը, մոդը նշանակում է ամենահաճախ հանդիպող գույնը, կարանք նայենք օրինակ իմ սիրածներից մեկը կտրված միջինը, այսինքն ունենք ինչ-որ տվյալներ, ասենք, այստեղ մի երկու հատ կետի կա, այսինքն ինչ-որ ստեղ կետիկներ են, այստեղ մի ինչ-որ խայտառակ փոքր արժեքա մի հատիկ, ստեղ խայտառակ փոքր արժեքա մի հատիկ, ասում արի բռնենք տվյալների, ասենք, ամենամեծ ու ամենափոքր մի տոկոսը կտրենք, շպրտենք մի կողմ, ու արդեն տակը մնացածի վրա հաշվենք միջինը։ Ինքը սենց արդեն սորական միջինից ավելի լավ է դառնում, որովհետև այդ խնդրահարույց կետերին կտրում շպրտում ենք մի կողմ, ավելի շատ սկսում է իրան պահել մեդիանի նման, էլի։ Ու թե կան ոնց կփոխենք, այսինքն քանի տոկոսը կշպրտենք, այդ արդեն նաև մեր ձեռն է լինում, էլի։ Մենք կարանք մեր ուզած ճկունությամբ ունենանք։ Ուղղակի ինչքան շատ գցենք այն կողմ, այդքան շատ տվյալներ անտեսում են։ Այսինքն ուղղակի միջին հաշվելու համար գնահատականներ են։ Ինչ գնահատականներ ունենք սփռվածքը հաշվելու համար, դե ոնց որ վարիացիան մեր ամենաստանդարտն է։ Այստեղ մենք, այսինքն ասում ենք ամեն մի կետի համար ունենք ինչ-որ միջին արժեք, բոլոր կետերի այդ շեղբանան քառակուսիների միջինն ենք վերցնում, չէ՞։ Այդ մեր մոտ մացպասում x մինուս vx-ի քառակուսի։ Ուղղակի ոնց քիչ առաջ էլ նշեցի, բաժանած մեկը բաժանած n-1 ենք անում, որ անշեղ գնահատական ունենանք, անշեղություն, ունակություն, բանման այդ հատկությունների մասին հաջորդ դասի։ Հələ դեռ ուղղակի ոնց որ որպես տարօրինակ տրյուկ բաժանում ենք n-1-ի վրա, ոչ թե n-ի մակարդակի վրա, հələ բարի շենք։ Ինքը մի հատ ձև է գնահատելու, թե ոնց որ ինչքան են մեր տվյալները սփռված։ Իր արմատը ստանդարտ շեղումը մի հատ ուրիշ շատ բնական ձև է։ Մի հատ ուրիշ բան որ կարող հաշվենք, ասենք այս եթե այս մեր տվյալներն էին, այս մեր առանցքը լինի, այս մեր տվյալները, ասենք այստեղ կտկտ,
կտ, կտ։ Մի հատ բան, որ եթե մեզ ուղղակի հետաքրքիր է լավ բա, ասենք մարդկանց տարիքներն է, ասենք ամենածերը ու ամենաջահելը ինչքան են, այսինքն ինչքան տարվա մարդկանց մենք գիտենք։ Այդ range-ն է։ Range-ը այդ մաքսիմումից հանում ենք մինիմումը։ Կա մի հատ EQR կոչվողը, կոչվում է interquartile range, իր միտքը նա, որ եթե սա սորտավորենք աճման կարգով 3 քառորդ դիրքում գտնվողից հանում ենք 1 քառորդ դիրքում գտնվողը, այս դրա մասին հեսա մի քիչ ավելի նորմալ կխոսանք։ Մի հատ ուրիշ ստանդարտ բան, էլի ուրիշ բաներ կա, բայց մի հատ ուրիշ են լավ սիրվածներից այնա, որ հաշվում ենք median absolute deviation։ Մեդիան նշանակում է ոնց որ ինչ որ բազմություն որոնանք, այդ բազմության մեդիանն ենք նայելու։ Այսինքն սորտավորել դեպքում մեջտեղի կետը։ Absolute նշանակում է բացարձակ արժեքներ ենք հաշվելու, ու deviation-ը իրականում նշանակում է ինչքան ենք ծուռ գնացել։ Սա բռնում է բոլոր կետերից, հանում է մեդիանները, վերցնում է բացարձակ արժեքը, որտեղ աճ ձախ ծուռ լինելը մեզ էական չի ստեղ, ու այդ բոլոր ծուռ գնահատականներից վերցնում է կրկին մեդիանը։ Այսինքն պոտենցիալ բաներ, թե ոնց է կարելի հաշվել սփռվածությունը, սփռեդը։ Հարցեր ստեղի ժողովուրդ։ Այսինքն որպես հատիկանոց վիճականիներ։ Այսա կտեսնենք գրաֆիկներ։ Okay։ Մեկ էլ եթե նայենք իրանց զգայունությանը այդ տարօրինակ մեծ կամ շատ փոքր կամ շատ մեծ արժեք ունեցող կետերի նկատմամբ, այստեղ ամեն մի գույնով նշած է տարբեր բաների բարձրությունը, ասենք ստանդարտ շեղումը ու մի հատիկ կետ ենք ավելացնում, տարօրինակ կետ, նայում ենք ինչա փոխվում։ Օրինակի համար այս range-ը, այսինքն ամենամեծ արժեքից հանած ամենափոքր արժեք, կտրուկ մեծանում է, որտեղ մենք հիմա հանում ենք այդ մեր խայտառակ մեծ արժեքից։ Խայտառակ մեծ արժեքից ենք հանում մեր այդ փոքր արժեքի բանը։ Սա կտրուկ մեծացավ։ Ստանդարտ շեղումը կտրուկ մեծացավ, որտեղ ինքը վարիացիայի արմատներ, վարիացիան էլ ամեն մի x-երի համար այդ իր մասպասումից հեռավորությունը վերցնում ես, իր քառակուսին էր բարձրացում։ Ու է դրա միջինը։ Դրա համար ինքն է կտրուկ բարձրացավ։ Median absolute deviation-ը չբարձրացավ, որտեղ 1, 2, 3-ի ու 1, 2 միլիարդի կամ 500-ի միլիարդ աստիճանի երկուսի մեջտեղի դիրքում գտնվողը 1-ը 2-ն է։ Նույն tile range-ը, որտեղ ինքը կրկին վերցնում էր տվյալները սորտավորում էր ու մեջից ուղղակի ինչ որ դիրքերում գտնվողների տարբերություններ հաշվում։ Այս EQR-ի մասին հեսա մի քիչ ավելի մանրամասն։ Գրաֆիկներից, եթե ունենք ինչ որ sense տվյալներ, ամենաինտուիտիվ բանը որ կարելի անել են ամենանախնականը հանկարծ բարչարտ տվյալագետներին ոնց որ պարտադիր օրենք է, որ այս բարչարտերից պետք է միշտ ասեն, որ զզվում են բարչարտերից։ Այդ դրա մասին տվյալագիտացիայի դասում քիչ ավելի մանրամասն կա, բայց ամենալավ բանը որ կարելի անել այդ հիստոգրամն է։ Հիստոգրամի միտքը հետևյալն է. ունենք ինչ որ 20 հատ կետ, այս իրանց արժեքներն է։ Կետեր ինչ որ դույլերի։ Օրինակ ասում ենք այստեղ 1.5-ից մինչև 2.5 դույլ։ 2.5-ից 3.5, ասենք 5-ու մի քիչից 7-ու մի քիչ եւ այլն եւ այլն։ Ու նայում ենք թե ամեն դույլի մեջ քանի հատ կետ է անգել։ Ասենք այս դույլի մեջ հայտնվել է, չգիտեմ, 2 հատ կետ երևի էստես գծածի։ Այս մի հատ դույլի մեջ լիքը կետ է հայտնվել։ Ու մենք բռնում ենք ու այս բարձրությունը նշում ենք ըստ կետերի քանակի։ Կարանք նաև խտությամբ վարվենք, օրինակ բաժանենք ընդհանուր կետերի քանակի վրա եւ այլն, բայց այդ արդեն դիզայնի որոշումներ է։ Պետք է հասկանանք, թե օրինակ ուզում ենք մեր մոտ հավասար բաշխված լինի, թե չէ այս դույլերը։ Հիմնականում ուզում ենք։ Քանի հատ դույլ ենք ուզում ընդհանրապես ունենանք։ Ու տենց արդեն ըստ դրա որոշում ենք, բայց ինքը մի հատ այս սյունապատկերով միանգամից արագ պատկերացում ենք ազում, թե տվյալները որտեղ են ապրում, ինչ միջակայքերում են ապրում։ Կարևոր է թե ոնց կընտրենք այս դույլերի լայնությունը, որտեվ եթե օրինակ ասեմ այս մի դույլ է, այս մյուս դույլ է, կստացվի sense փուֆ պատկեր։
Սա մեր ստրուկտուրան լրիվ պահկվածնում է, նորմալ չենք հասկանում, թե ինչ է կատարվում։ Այս մեկը բավականին լավն է։ Այս մեկը մի քիչ աղմկոտ է, ոնց որ այն որ այսենց է մեր տվյալները արդեն պատկերացել ենք, սա մի քիչ ոնց որ ամեն մեկի նազնուտուզին հետևում, այս մեկը մի քիչ որոշելա մեծ գնա, դրան էլ է հետևում։ Սա մի քիչ ավելի ոնց որ սահուն ձևով է, ավելի տենց անգլերենով smooth, ավելի տենց սիրունացված, sense մշակված, polish արած, մի քիչ ավելի լավ չփորձեմ ուրիշ բառ գտնեմ։ Այդպես ներկայացնելու ձևը։ Այս մեր սիրելի հիստոգրամը։ Հիստոգրամի կետերի քանակը հաճախ չեք ընտրելու։ Դուք կան հստակ ալգորիթմներ, թե ոնց ընտրել, ավելի հեշտ բանաձև կարելի լինի 1 գումարած 2 հիմքով լոգարիթմ տվյալների քանակ։ Ասենք 6-8 տվյալ ունենք, 4 մասի կբաժանենք իրենց այս դեպքում, որտեղ 2-ի խորանարդն է 8-ը։ Կամ մի քիչ ավելի խառը բանձեր, 2 անգամ EQR հեսա կսովորենք անգամ բաժանած n-ի խորանարդ աստիճան արմատ։ Կարեք նաև պրոստը բզբզակ մի քանի տարբեր փորձեք, նայեք որն է ձեր նպատակներին լավագույնը ծառայում։ Նպատակներին ծառայելու հետ կապված ինչ որ դասի նաև կնայենք, թե ոնց է կարելի վիճակագրություն օգտագործելով խաբել։ Այդ լավ արտահայտություն կա, մոռացել եմ ով ասել, բայց ասում է կա սուտ, կա լկտի սուտ ու կա վիճակագրություն։ Ցավոք բավականին ճիշտ արտահայտություն է։ Բայց լավ է, այսքանը հիստոգրամների մասին։ Մի հատ այսքան ասում ենք մեդիան բանման, մի հատ եկեք հասկանանք, թե որպես մենք այդ 50% մեջտեղում գտնվող բանման այդ իրենց ինչ է ներկայացնում։ Միտքը նա, որ մենք այս մեր տվյալները որ ունենք, իրանց սորտավորենք, ասենք ստեղ վերցնենք 1, 2, 2, 3, 4, 5, ասենք ու կոնկրետ դիրքում գտնվողներին տանք ինչ որ արժեք, տանք անվանում։ Այդ անվանումը կոչվում է կվանտիլ, ու օրինակ 10-րդ կվանտիլը, կամ ասենք 0.1-ը նկարագրում է, թե որ մի արժեքն է, որը որ տվյալների 10%-ից հետո է գալիս, ասենք հենց տվյալների 10%-ից է գալիս։ Այս դեպքում 10%-ը մի քիչ դժվար է ցույց տալ, բայց օրինակ մեդիանը ասում է 50%, այսինքն որ արժեքն է, որ տվյալների կեսը իրանից մեծ է, կեսը իրանից փոքր է։ Այս դեպքում դա կլիներ դժվար որոշել, որտեղ զույգ հատ կետերի քանակը պետքա վերցնենք այսա միջին անենք, բայց մի հատ ստեղ 1000 ավելացնեմ մի հատ էլ, արդեն կստացվի, որ այս 3-ի համար 3 հատ արժեք իրեն 3 հատ ավելի փոքր է։ Ինքը իր 50-րդ կվանտիլն է։ 50-րդ կվանտիլը ունի հատուկ անուն մեդիան։ Մենք ըստ էության ոնց որ կարանք ասենք, որ սորտավորած նայենք արժեքները, կարանք ուղղակի պատկերացնենք, որ վերցնում ենք իր բաշխման ֆունկցիան ու մեդիանը այդ 50%-ին համապատասխանող արժեքն է, այսինքն տվյալների կեսը որտեղ է։ Հիմա օրինակի համար, եթե ինձ հետաքրքիր լինի 25% տվյալների, այսինքն որ արժեքն է, որ 1/4-ը իրենից փոքր է, 3/4-ը իրենից մեծ է, իրան անվանում են առաջի կվարտիլ։ Կվարտան 4 է նշանակում, ի տալերենով ինձ թվում է, ու առաջի կվարտ է, այսինքն առաջի քառորդ։ Մեդիանը երկրորդ քառորդն է, երրորդ քառորդը 75%-ն է։ Ասենք կամպանիաները հաճախ իրենց եկամուտները կամ պլանավորում բամանը անում են, ասում են, ասենք առաջի, երկրորդ, երրորդ, չորրորդ կվարտիլներ։ Այսինքն ըստ տարվա ամիսների բաժանում են 3-4 կտորի։ Բայց հա, ու իհարկե կարող ունենանք, ասենք 19-րդ կվանտիլ։ 19-րդ իհարկե այստեղ չի լինի, որովհետև պետքա ֆայմեի հասկանայի, որ 19-ը 25-ից փոքր է, այստեղ կլինի։ Բայց միտքը նույնն է։ Ուղղակի նայում ենք կետը, որ 19%-ը մի կողմ է, 81%-ը մի կողմ է։ Range-ը ըստ էության ասում էր Q4 ու Q0-ի, այսինքն ամենամեծ այն արժեքը, որ 100%-ը իրենից մեծ են, իրենից փոքր են, այսինքն ամենամեծ թիվ հանած ամենափոքր թիվը մեր range-ն էր։ Հիմա EQR-ը ավելի ճկուն գնահատական է տվյալների բաշխում ստանալու համար։ Q3 հանած Q1։ Նորմալ է ժողովուրդ։ Գալով եկեք մի հատ բան ասեմ։ Էլի այն պլոտլիով դասերից կհիշեք, որ ունենք box plot-ներ։ Box plot-ի միտքը այն էր, որ ինքը տված բաշխման համար միանգամից լիքը բան գծում էր։ Ինքը այսպես տեսքում էր կամ պատված։ Ինքը ցույց էր տալիս մի հատ հաստ գծով մեդիանը, ցույց էր տալիս այստեղ Q1-ը, Q3-ը, այսինքն սա իր բանը, EQR-ը։ Ցույց էր տալիս Q1
հանած 1.5 անգամ EQR, սա ոնց որ տենց ինչ որ ստորին շեմ լինի։ Այդ ստորին ասում ենք իրանք խայտարակ ավելի փոքր են։ Այսինքն մեր տվյալները նաև ոնց որ այս EQR-ը սիրուն ցույց է տալիս, թե տվյալների կեսը ինչ միջակայքում է գտնվում։ Ցույց է տալիս հետ գումարած 1.5 EQR-ը, սա ոնց որ խելքին մոտ մաքսիմում մինիմումի գնահատական լինի, ոչ թե իսկական մաքսիմում մինիմում, այլ խելքին մոտ։ Ու մեկ էլ վերջում ցույց է տալիս բանը։ Սենց հատուկ կետիկներով ցույց է տալիս այն կետերը, որոնք որ շատ մեծ են, outlier-ն են։ Box plot-ը ինքը շատ լավ գրաֆիկ է միանգամից մի աշխարհ բան ստանալու համար։ Մի հատիկ ուղղակի սենց տուփի տեսքով։ Վատը այնա, որ ոնց որ մենակ իրան նայելով լիքը բան կարանք կորցնենք, օրինակ այս սրան եթե նայենք, կարանք մտածենք, որ մենք այսպես ինչ-որ բաշխում ունենք, բայց իրականում բաշխումը լինի այսպես ինչ-որ բան։ Box plot-երը էլի լիքը բան թաքցնում են։ Դրա համար ընդունված ձևը օրինակ box plot-ի հետ միասին հենց այս բաշխումն էլ գծել, հետո իրան հաճախ անվանում են violin plot։ Այժմ այս մեկը հիստոգրամ եմ գծել զուտ։ Հաջորդ մենք խոսացինք, որ կարանք գնահատենք, մենք խոսացինք բաշխման միջինը հասկանալու մասին, բաշխման ծրվածքը հասկանալու մասին, բայց բաշխման տեսքը հասկանալու մասին չխոսացինք։ Ստեղ ուղղակի ծանոթանալու մակարդակով արագ եթե նշենք, կա skewness-ի գաղափար, որը որ եթե հիշում եք մասնասման դեպքում ուղղակի հերթով անցնում ենք թվերի մեկ աստիճանների գումար ենք հաշվում, չէ՞, ու միջինը վերցնում։ Վարիացիայի դեպքում ասում ենք x հանած x միջին, դրա քառակուսի հետ գործ ունեինք։ Կա հետո ոնց որ sense շարունակելով գում ենք, այսրանց անվանում են մոմենտներ, առաջի, երկրորդ, երրորդ եւ այլն։ Մատսպասումը առաջի մոմենտա, վարիացիան երկրորդ մոմենտա, կա հետո երրորդ մոմենտը։ Ձևն ուղղակի ստեղ բաժանում ենք x-ի միջին էլի, խորանարդ ենք վերցնում ու բաժանում վարիացիային, այս դեպքում ինքը խոսում է նրա մասին, թե տվյալները ինչքան են շեղված։ Այն իմաստով տերմինը skew-ն է իրա, skewness-ն է գնահատում։ Այսինքն ինքը սիմետրիկ է, թե ինչ որ յանը տարածա դեպի աջ կամ դեպի ձախ։ Խոսում են ոնց որ sense պոչերի բանի մասին ավելի։ Այսինքն հենց պոչերի մասին խոսալու համար կա հետո կուրտոզիս կոչվողը, որը արդեն 4-րդ աստիճանն է, այստեղ 4-րդ մոմենտումն է իրա։ Ինքը խոսում է այս պոչերը ինչքան ծանր են, sense ասած։ Տարբեր աստիճաններա բաշխման մասին խոսալու։ Հաճախ միջին ու մածպասում մեզ հերիք է, բայց գուցե հետո ուզենանք տարանջատենք ըստ կուրտոզիսի, ըստ skewness-ի։ Այստեղ օրինակի համար այս քառակուսային բաշխումը շատ ցածր կուրտոզիս ունի, որտեղ իր պոչերը նայեք զրոյական են կարելի ասել։ Այս կարմիրի պոչերը ավելի տես ծանր են, այսինքն պոչերում ավելի շատ քաշ կա։ Կանաչինը պոչերի քաշը այդքան է շատ չի, ավելի նորմալ է։ Նորմալ ինկատը չունեմ ստանդարտ բաշխում, ինկատ ունեմ ավելի մարդավարի ասած նորմալ էլի։ Բայց այս ուղղակի ոնց որ ուզում էի արագ պատկերացնենք, թե ինչ տեսակ չափման միավորներ ունենք, էլի։ Ձեզ չեմ ասելու բաշխման համար տվյալների համար չափեք կուրտոզիս։ Շատ ուշուշ է պետք գալիս դա։ Հարցեր միջև ստեղ ժողովուրդ։ Հակճան էս ինչն էր։ Էսը բանն է, մեր ստանդարտ բանը, վարիացիան։ Այ հեսա։ Վայ, խափեցի, ես քառակուսին էր դա։ Ոնց որ մեր նախորդ տերմիններից սիգման standard deviation-ն էր, էլի։ Չէ, չխափեցի մի վարք։ Ստեղ ուղղակի մի քիչ շփոթացնող է գրած։ Այս մեկը, չէ, խափել էի այն ժամանակ։ Խափեցի, որ չխափեցի։ Հա, չէ, շփոթացնող է, ներողություն։ Հա, էսը մեր ստանդարտ շեղումն է, կարճ ասած։ Այնտեղ մի պա վարիացիա եմ ասել, պետք է ասեի ստանդարտ շեղում։ Դե լավ, մեկ էլ անդրադառնալով մեր empiric CDF-ին ներկայացնում էր այս ֆունկցիան, որ ասում է քանի հատ կետ ունենք, որ տրված արժեքից փոքր են, ինքը բաշխման ֆունկցիայի դիսկրետ տարբերակն է։ Ոնց որ քանակն էլ n է, իսկ մենք ստացվում է կարող ասենք 1n-րդ անգամ կետերի քանակ։ Ու ինքը իրենց ներկայացնելով սկզբում 0-ն էր, հետո հենց եկավ այն կետը, որ բան, մեր ուզած արժեքից մեծ բան որ եղավ, մի առաջի կետին հանդիպեցինք, ինքը t-ից մեծ եղավ։ Ինքը 1n-րդով թռիչք անելու, չէ՞։ Հետո էլի գալու ենք հաջորդին հանդիպեցինք, մի հատ էլա 1n-րդով թռիչք անելու։ Ստեղ այս մեկը օրինակ
կարա ինչ որ բայի երկու հատով թռիչք կանի, թե նույն արժեքից է երկու հատ կա, բայց ինքը sense մեկ քայլերով գնալու է։ Ու ինքը շատ-շատ հզոր գնահատական է իրականում։ Գիլվեկոն կանտելիի շնորհիվ մի պատճառով, որ ասում ենք տվյալների քանակը որ շատացնենք, ինքը կձգտի իսկական բաշխման ֆունկցիային, շատացնենք ասելս իմ կատի չունեմ ասենք։ Նստենք մի երկու գիշեր էլ հավաքենք, ի նկատի ունեմ, ձգտենք ասենք դու գնա դեպի անվերջություն այդ ժամանակ, բայց նաև իր հիմքով կան շատ ուժեղ բաներ սարքած։ Օրինակի համար կա Կոլմոգորով-Սմիրնովի թեստը։ Իրան մենք մանրամասն չենք նայ, բայց ինքը երկու աշխուժների միջև հեռավորություն հաշվելու համար է, ու իր միտքը նա, որ ինքը բռնում է այդ երկու աշխուժների համար իրենց էմպիրիում ու նայում է թե ամենաշատ շեղումը ինչ է։ Ու ըստ այդ ամենաշատ շեղման արժեքի որոշում ասենք շատ է շեղումը թույլատրելից այս կոմա թե այն կողմ։ Սա շատ կարևոր բան է, որ պետք է հաշվել հաճախ կամ սրա նման բաներ ավելի շուտ, որտեղ ասենք մենք կարող է մեր տվյալների համար սարքենք ալգորիթմ, հրապարակենք այդ ալգորիթմը ինքը օգտագործվի, ու օրինակի համար կորոնա, այսօր պանդեմիա սկսի։ Պանդեմիա որ սկսի, ենթադրում ենք մեր տվյալները փոխվելու է մի քիչ, չէ՞։ Այսինքն ուրիշ տվյալների բաշխման հետ են գործնելու։ Մեր մուտքերը շատ ավելի տարբեր են լինելու, քան եղել է մեր տվյալները, որոնց վրա որ ալգորիթմը սարքել ենք։ Հիմա դրան անվանում են distribution shift։ Շատ է մեր բաշխումը փոխվել, թե չէ։ Մի հատ չափելու ձև կարա լինի Կոլմոգորով-Սմիրնովը։ Այս Կոլմոգորովն էլ ինքը բան է, ոնց որ Հավտեսի աստվածներից է։ Ինքը շատ-շատ հզոր մաթեմատիկա ա եղել։ Իր այդպես մասին որ կարդակ, ինչ որ երրորդ կամ չորրորդ դիրքում կարող է ինչ որ տեղ գրած լինի, որ Հավտեսի ստեղծողներից է, մի քիչ կոպիտ ասած։ Ու ոնց որ սովետի որ եղել է, ես իրեն տենց իր հզորությունը գիտեմ ըստ նրա, որ ասենք մեր դասխոսները պատմում են, որ Կոլմոգորովին տեսել են։ Մենք մի հատ դասխոս ունենք, պատմում էր, որ բան համասարանում սովորելուց ինչ որ շատ, լավ, մի քիչ շատ եմ կներեք, մեկ-մեկ հավասի եմ ընկնում, սկսում եմ շեղվել ավելի շատ բաներ պատմել, այն հույսով որ հետարքիր կամ օգտակար է, բայց երբեմն ոչ հետարքիր է, ոչ օգտակար, պետք է սովորել։ Բայց հետաքրքիր է իրականում։ Okay, լավ, ուզում եմ պատմել։ Հա, ինքը չեմ ուզում շատ ինֆորմացիա պատմեմ, բայց Ռուսաստանի համալսարանից մեկում էր սովորում ու տենց ասենք շատ իմ համար հասկանալի գրաֆիկով էր բանանում, ասենք սա գիշեր կոմպի չէ, գրքի մոտ նստել դասանել բաման, առավոտը եսիմ երբ զարթնել եւ այլն, ու պատմում էր, ասում էր մի անգամ Կոլմոգորովն էր եկել լեկցիա անելու ինչ որ, այդ վաղ պատմել էր, ասել էր ես գիտեմ որ ձեր մեջ մարդիկ կա, որ տենց քնին ուշադրություն չեն դարձնում, այտենց լավ չի անել, ու ասում է այդ օրվանից հետո արդեն առավոտներ գիշերը խելոք շուտ քնում էի, առավոտը շուտ զարթնում էի, այդ կալիբրի մարդ է եղել էլի Կոլմոգորով, բայց լավ։ Իրա ու Սմիրնովի բանն է, վիճականին է այդ դիստանցիան հաշվելը։ Վիճականի տերմինը չգիտեմ ճիշտ եմ օգտագործում, թե չէ ճիշտ ասած, դասամիջոցին հիշեցի, որ այդ տերմինը ոնց որ մեր դասերի ժամանակ լսել էի Հայաստանում, բայց հա, իրա բանը, բան տերմինով ասելը հեշտ է։ Հա, ու մի քիչ եթե իմի բերենք, թե ոնց որոշել, թե ինչ գծել, ասենք եթե ուզում ենք հասկանանք բաշխումը, հիստոգրամը կամ խտությունը հաշվել, այսինքն մի հատ է բաժանենք նենց անենք, որ ի վերջո ոնց որ սաղ է սյունակների գումարը 1 լինի, ստանդարտիզացնենք իրան, էլի։ Այդտենց գրաֆիկ գծել։ Եթե ուզում ենք մի քանի բաշխում իրար հետ համատենք, շատ հեշտ կարանք, շատ հարմար կարանք օրինակ box plot ու հետը միատել բաշխում գծենք, որ արդեն ըստ այս ուղղանկյունիքների հեշտ հասկանանք, էլի համատելով։ Եթե ուղղակի ասենք երկու տվյալներ ունենք, ուզում ենք իրենց մեջ կապը հասկանանք, կարանք scatter plot կոչված, որ ուղղակի sense գծում ենք։ Եթե ուզում ենք սաղ բաշխումը ECDF-ը պետքա գծենք, ուզում ենք հասկանանք տարբերությունը ժամանակի ընթացքում, sense կետային գրաֆիկ։ Եթե ուզում ենք sense pie chart գծենք, որ ասենք այսքան տոկոսը ստե, այսքան տոկոսը դե պետքա տենց չանենք ու ամաչենք, որ տենց բան ենք ուզել։ Տարբեր բաներ կա որ կանք օգտագործենք գծելուց, այդ դասի վերջում հղում կանեմ դեպի որ երբ ենք ավելի շատ տենց բաներ քննարկել, բայց շատ կարևոր է որ հիշենք, որ այդ գրաֆիկները ոչ միայն օգտակար են, այլ մեկ-մեկ կարան անհրաժեշտ լինեն, որովհետև որոշ դեպքերում այնակ սա ինչ որ 73 թվից մի հատ հայտնի կվարտետ է, 4 հատ գրաֆի, 4 հատ տվյալների հավաքածու, այս տվյալները, այս սրանք որտեղ մի հատ տարօրինակ կա, մի հատ էլ այս սրանք։ Բոլորի միջինը նույնն է, վարիացիան նույնն է, ուրեմն ստանդարտ շեղումն էլ է նույնը։
բոլորին եթե փորձենք ոնց որ լավագույն միջին քառակուսային շեղումը մոտարկումով գիծը գտնենք, նույն գիծն է, նույն սխալանքն է, նույն ամեն ինչն է, բայց ախր հələ նայեք ինչքան տարբեր են։ Խայտառակ տարբեր են։ Դրա համար ոնց որ մենակ այս արժեքներին չորով նայելը կարա հերիք չլինի։ Եթե մենք ունենք շքեղությունը գծելու գրաֆիկը, եկեք գծենք, պետքա, թե չէ մենակ այդ բաները իրար հետ կարան խաբեն։ Մի հատ ավելի թարմ դատասետ կա, որը որ այն ժամանակվա դասին էի ցույց տվել, դինոզավրիկների դատասետ։ Այստեղ էս ամեն ինչը, այս կլորները, այս աստղը ու էս մեր տիրանոզավրիկը, բրախիազավրիկը, սա ունեն նույն բաները։ Նույն կոռելացիան, նույն շեղումները, նույն միջինները, բայց դինոզավրը մի բան է, այս չգիտեմ ինչ ան մի բան է։ Դրա համար մենակ դա գծելը հերիք չի։ Մեկ էլ ոնց կարա խափի տվյալները, մինչ այստեղ եթե հարց կա, համեցեք, եթե չէ, մի հատ կպատասխանեք, օրինակ, եթե ունենք այս տվյալները, x, y, ըստ ձեզ, տենդենսը, ոնց է, որ գնալով, ասենք, այս x-ը ինչքան մեծացնեմ, y-ը այդքան մեծանալու է, այսինքն գնալով տրենդը դեպի վերև է, ամեն ինչ մեծանում է, թե չէ։ Զուտ ըստ այս տվյալների տենց մոտավորապես։ Ինչ կարծիք եք։ Չի մեծանում։ Չի մեծանում։ Լավ, մի քիչ կարող եկեք մի քիչ ավելի էքստրեմալ ձևով գծեմ։ Ասենք այստեղ, եթե նայենք x-ի արժեքը մեծացնելուց ակնկալում ենք y-ը մեծանա, թե փոքրանա։ Եկեք եթե գծով մոտարկելու լինենք, Այս դրական գիծ կլինի, այս դեպքում մեծանում է։ Ահա։ Այստեղ էլ իրականում ոնց որ մի քիչ դեպի այսենց ոտ կլիներ, չէ՞։ Եթե ասենք չի մեծանում, ուրեմն պետք է ասենք այսենց մի ձև է։ Ու ես լրիվ համաձայն եմ, հա։ Ոնց որ այստեղ, ճիշտ է, մոռացել եմ որ կարա գծեք, դզած։ Հա, ճիշտ է։ Հա, կնայեք ժողովուրդ մի քիչ շատ ոգևորվեցի բանից, երևի, որ զումով գծելու բանի մասին հիշեցի։ Ճիշտ է, այստեղ որ նայենք տրենդին, ոնց որ թե դեպի վերև է գնում։ Իսկ ինչ եթե ես ասեմ խմբերի բաժանը։ Օրինակ ասեմ սա մի խումբ է, սա մի խումբ է, սա մի խումբ է, ու իրանց համար վերլուծություն անեմ։ Այս օրինակում մի քիչ լավ չեմ գծել։ Եկեք նայենք ոչ իմ օրինակը։ Ասենք այս տվյալների համար այս սրա տրենդը ակնհայտ դեպի վերև է։ Այսինքն բոլոր կետերը եթե նայենք։ Բայց եթե sense խմբերի բաժանեմ, ու ամեն խմբում առանձին նայեմ, ամեն տեղ ասում ամեն ինչ վատանում է։ Այսինքն կարելի է օրինակ բռնել նայել աշխատավարձների բաշխում նորից, ասենք, լինի ստեղ ասենք քիչ ստացողներ, միջին ստացողներ, շատ ստացողներ, նայենք միջին ստացողների համար, տեսնենք իրանց մոտ աշխատավարձերը նվազում են։ Նայենք միջին ստացողների համար կամ քիչ շատ մի խոսքով, ամենտեղ նայենք, տեսնենք նվազում է, բայց պարզվի ի վերջո բոլորի մակարդակով աճում է։ Այսա կոչվում է Սիմփսոնի պարադոքս։ Սա նրա մասին է խոսում, որ այս կարա նրա մեջ օգտագործի, որ եթե ես բոբո ջաջա եմ ու այս տվյալները ունեմ, ես կարամ ոնց ուզեմ այտենց էլ ներկայացնեմ իրենց։ Եթե ուզում եմ հիմնավորեմ, ասեմ, չգիտեք ինչ ժողովուրդ, աշխատողները բարձրանում է, կարամ ուղղակի խմբերի չբաժանեմ, կամ իրականում կարամ ոնց ուզեմ փոխեմ խմբերի բաժանումը, մինչև որ իմ ուզած արդյունքը ստանամ, բայց կարամ խմբերի չբաժանեմ, ասեմ, նայեք, այս տվյալներն է, այս իրանց նկարագրող գիծն է, աճում է։ Ոչ միտեղ չեմ խաբել, սաղ ճիշտ է։ Բայց եթե ուզում եմ պատմեմ, ասեմ, բոլոր խմբերի մոտ աշխատավարձները նվազում են, կարամ ասենց բաժանեմ խմբերի ու ասեմ, տեսեք, ամենտեղ նվազում է։ Եթե ձեզ ասեմ կա 3 խումբ, 3 խմբում աշխատավարձները նվազում է, ով կմտածի, որ բոլորի մոտ միասին վերցած աշխատավարձները աճում են։ Ընդհանրապես ինտուիտիվ չի։ Շատ հանգիստ կգնաք դեպի այդ մի մեկնաբանություն։ Այս Սիմփսոնի պարադոքսը ցույց է տալիս, թե ինչքան հեշտ է կարելի խաբել ուղղակի խմբերի բաժանումը, ու նաև թե ինչքան կարևոր է ընդհանուր պատկերի մասին էլ նայել։ Բայց հիմա թե ինչից է սա գալիս։
Սա գայիս է նրանից, որ իրականում մենք ստեղ մի բան որ անտեսել ենք, դա նա որ այս մեր խմբերը ունեն շատ տարբեր դիրքեր ու շատ տարբեր քանակներ։ Ոնց է օրիգինալ եկել սա։ Բերկլիի համալսարանի ընդունելության տվյալները որ նայում էին 127,000 մարդ դիմել էր ու նայել էին տեսել էին, որ դիմել է 8400 տղա, ընդունվել է 44%։ Դիմել է 4300 աղջիկ, ընդունվել է 35%-ը։ 9% տարբերություն ընդունելության։ 9%-ը ձեր համար խաղալիք չի։ 9%-ը հագին տարբերություն է։ 35-ի 9-35-ի 30 քանի տոկոսն է։ Կարող է նույնիսկ 35%-ը լինի, հավես ստացվի։ Վայ, ներողություն։ Հիմա կարանք օրինակ պնդում անենք, ասենք Բերկլի գնա կանգնի անկյունը, ամաչի, խիես դիսկրիմինացիա մտցնում, ինչ ես տղեկին ավելի շատ ընդունում։ Բայց հետո ինչ էին արել։ Խորացել են ֆակուլտետների։ Ասենք ֆակուլտետ A, B, C, D։ Ֆակուլտետ A-ում տեսել էին, որ կանանց 82%-ն է ընդունվել, տղամարդկանց 62%-ը։ B-ում 68-63, C-ում 34-35, D-ում 7-6։ Ամենտեղ եղել է կամ մեծ կամ մոտավորապես նույնը քանակը։ Բայց ընդհանուր ընդհանրացած պատկերը եղել է արդեն շփոթացնող։ Ինչի։ Ինչն է եղել տարբերությունը։ Այս բարդ ֆակուլտետները, որտեղ որ ասենք ընդունվել է կանանց 7%, տղամարդկանց 6%։ Կամ ճիշտ ներողություն, հեշտերի վրա ավելի հեշտ է կարելի պատկերացնել։ Նախ հիշենք, ֆիքսենք, որ տղամարդկանց քանակը եղել է 2 անգամ շատ մոտավորապես։ Այս ավելի անհանգստացնող պետք է լինի, քան 9%-ը։ Բայց եթե նայենք այս բաժինները, որտեղ մի վարքան, այդ միտքս ված չձևակերպեմ։ Եթե նայենք, թե այստեղ ինչը չի երևում, թե կանայք որ ֆակուլտետները շատ դիմել։ Սա ոգի խոսում է, թե աղջիկները որ դիմել են, ամեն ֆակուլտետի համար քանի տոկոսն են ընդունվել։ Հիմա ինչ կլինի, եթե աղջիկների մեծ մասը դիմեն այս ֆակուլտետները։ Մեծ մասը աղջիկների դիմեց դժվար ֆակուլտետներ, ու ասենք իրանցից մենակ 7%-ը ընդունվեց։ Ստացվում է, որ ընդհանուր առմամբ աղջիկների, եթե համարյա բոլոր աղջիկները օրինակ դիմաց լինեն այս դժվար ֆակուլտետը, կստացվեր աղջիկների 7%-ն ընդհանրապես ընդունվել։ Բայց կարող ասենք այս մի քանի աղջիկը որ դիմել էին, մի քանի աղջիկը որ այստեղ չէին դիմեին այս մնացած տեղերը ու մեծամասամբ բոլորն էլ ընդունվեին։ Այդ դրանով կտեսնենք այս պատկերը։ Այսինքն երբ որ մեծ կոնցենտրացիա կա բարդ ֆակուլտետներում, տոկոսային մակարդակով աճը նկատվում է, բայց քանակական մակարդակով արդեն հզգալի ընդհանուր ընդունվածների քանակը քիչ է, որովհետև դժվար տեղ են ընդունվել։ Այստեղ նորմալ, դժվար տեղ են դիմել, քիչ են ընդունվել, սա նորմալ է։ Մի հատ էլ եթե հիշենք, որ իրանց ի սկզբանե տոկոսային մասնա քիչ եղել է, այդ մի հատ էլ է դժվարացնում պատկերը, էլի։ Ոստեղ ստացվում է մենք ունենք մի հատ ընդհանուր թաքնված էֆեկտ, իրան անվանում են confounding փոփոխական։ Ֆակուլտետի ընտրությունը ազդեցություն է ունենում ընդունվելու որոշման վրա, ընդունում են թե չեն ընդունում։ Երբ որ մենք սերից թռնում ենք դեպի ստեղ առանց այս էֆեկտին նայելու, արդեն կարող ենք սխալ երազարհանգումների։ Այդ դրա համար մենք գալիս տեսնում ենք Սիմփսոնի պարադոքսի բան, ասենք մոտավորապես կանանց 80%-ը որ դժվար տեղ է ընդունվի, դիմի քիչ ընդունվի, տղամարդիկ էլ հեշտ տեղ ընդունվեն, հեշտ ընդունվեն, կտեսնենք տենց պատկերը։ Պատտենք պատկերը, այսինքն հակառակ ձևով դիմեին ու նույն հաջողությամբ ասենք հանձնեին։ Արդեն կգար հակառակ բանին։ Դրա համար լավ, մի քիչ չափից շատ երևի բացատրեցի։ Լավ, տնայինի հետ կապված ոնց որ այս բանին դեռ տնայինը լինելու է Python-ական։ Նախ առաջի բանը, վայ, լիվ չէ։ Առաջի բանը լավ կլինի անցնեք ոնց որ որպեսզի ծանոթանաք Python-ի գործիքներին, որոնք որ պետք են, եթե դեռ չգիտեք իրանց, կարող գաք օրինակի համար մեր անցած նյութով նայեք։ Բացվի, օպա։ Այստեղ հղում եմ դրել դեպի այդ տվյալների վիզուալիզացիայի դասը։ Կարող գաք վիդեոներով անցնեք կամ կոդը թերթեք կամ GPT-ի հետ խոսակ, մի խոսքով, ոնց ձեզ հարմար է կարող նայեք, մենակ թե
ձեզ մի քիչ թեմայի մեջ մտցրեք Python-ով գրաֆիկներ գծել, բաման եւ այլնի շուրջ։ Այդ առաջի կետ, ով որ դասին շուտ է գալիս, այդ կետը ավտոմատ դուրս է գալիս։ Ու որպես տնային այս անգամ մտածեցի բան, էլի ոնց որ նույն տնայինը ինչ ժամանակ էին կարել, հələ տենց թող մաթեմի բաներ, ոնց որ թուղթ ու գրիչի բաներ չլինի, ուղղակի վերցրեք օրինակ համար Armstadt-ից մեր հայ վիճակագրության կոմիտեից տվյալներ վերցրեք կամ օրինակ Kaggle կայքը, որտեղ տարբեր տվյալների հավաքածուներ կա էլի, վերցրեք ու բզբզացեք։ Բաց ձևով եմ ասում, բզբզացեք չեմ ասում, այս տվյալները վերցրեք սրանց վրա դա վերլուծեք, որտեղ ամեն ոնց որ ճաշակին ընկեր չկա, ում ինչ հետարքիր է, էդ էլ վերլուծեք։ Կարևորը այն է, որ իրոք հետարքիր լինի ձեզ։ Որ ասենք մտածեք, ասեք, մի վարքան կարող է այսպես ինչ որ էֆեկտ կա, ու այդ հարցին պատասխանելու ձևը լինի են, որ գնաք արդեն տարբեր վիճականիներ հաշվեք, տարբեր գրաֆիկներ գծեք եւ այլն եւ այլն։ Ու մի հատ էլ ոնց որ ասենք լողանալուց անելու տնային փորձեք օրինակ մտածել survival bias-ի ու Simpson-ի paradox-ի։ Տեսեք, ինչ որտեղ կյանքում հանդիպել եք օրինակ, թե չէ։ Survival bias-ը ավելի հեշտ է։ Այդ ոնց որ մի ամբողջ օր եթե ասենք ապրենք, արդեն միտեղ երևի կզգանք իրան նույնիսկ շատ տեղերա ու մարդիկ շատ են այդ սխալ իրան բաց թողում։ Simpson-ի paradox-ը մի քիչ դժվար կարող է լինի պատկեր օրինակ գտնել, բայց ոնց որ թողեք թե ուղեղը տենց կրեատիվության մեջ լողա։ Հա, ինձ թվում է գործնական չեն կանի հենց այս թեմաներով, որովհետև ոնց որ լրիվ նոր միանալու դեպքում հավելյալ արժեքը կարելի է պատկերացնել, բայց Python-ի կտորումը արած ամեն ինչի տեսանկյունից նայելով ոնց որ շատ նորույթ չի լինելու, էլի, ավելի օգտակար գուցե լինի, դասին կպնենք այդ ժամանակվա գործնականի վիզիոն միացնեմ, այդա նայենք։ Դրա համար ոնց որ եթե այս տնայինը անեք ու զգաք, որ կուզեք մի հատ տեսնեք ոնց ենք կոդի վրայով այդ ամեն ինչով անցնում, կարեք ուղղակի համենակ ոնց որ հենց ստեղի բան ուրա հենց ստեղ հաջորդ դասում օրինակ ուսումնասիրում էինք նշանավոր մարդկանց մասին տվյալներ, խափեցի կարգին պրոյեկտներ, ստե Noble People Analysis նախորդում էր։ Դա մի խոսքով, բայց ոնց որ այս նյութերով անցնելով ինչ-որ չափով արդեն կարակ ոնց որ այդ գործնականի էֆեկտը կարա տա։ Մենք ավելի շուտ հաջորդ դասին մի հատ լեկցիա կանենք ու արդեն դրանից հետո մի հատ գործնականով ամեն ինչ կնստացնենք տեղը։ Գուցե հաջորդ գործնականը որ անենք, այդ երկու բան նստացնող տեղը իր մեջ կոդի կտոր լինի, բայց ամեն դեպքում ու ժողովուրդ, այս ամեն ինչից եթե հարցեր ա լինում, այդ էլի եմ փորձում ակցենտ դնել, որ իրոք տվեք։ Կարակ անձնական նամակով գրեք, կարակ բան հարցերի ալիքում գրեք։ Հարցերի ալիքում գրելը ավելի ցանկալի է, որտեղ ավելի շատ մարդ է տեսնում, ավելի շատ մարդու է օգտակար ու ավելի շատ մարդ կարա օգնի նաև, բայց կարակ նաև անձնական նամակով էլ դա լավ օքեյ։ Մենակ թե կարող է իմանամ, որ երբ որ նյութը նայում եք, այդ առաջի դրական բանը կլինի։ Տնայինը փորձում եք անել, այդ вообще ֆանտաստիկ է։ Ու ինչ որ բան եթե չի ստացվում, չեք հանձնվում։ Մի հատ ավանդական գրաֆիկա է, էլի, հենց սկսում ենք ինչ որ 1007 թեմա, մարդկանց քանակ, ժամբ, այդ գրաֆիկը ուրա։ Մարդկանց քանակ, սկսեցինք թեմա օրեր, այսպես գրաֆիկա։ Ու շատ չգիտեմ թե ոնց կարամ դա փոխեմ, որտեվ ոնց որ լավ տարբերակն է իդեալական բացատրել ամեն ինչ, որ բոլորը ամեն ձևով ուզեն մասնակցել, բայց նաև ինչ որ կյանքի ուրիշ ֆակտորներ ալնում, թխի են մարդիկ նվազում բանման ունում, դրա համար նաև կխնդրեմ, որ եթե ինչ որ բայց մտածում եք էլ դասերի չմիանաք, մի հատ ուղղակի գրեք, ասեք, կամ կարեք ֆիդբեք տաք, ասեք, ես դասերի չեմ միանում, որտեվ էս։ Եթե դա լինի ոնց որ դասընթացի հետ կապված պատճառ, այդ ֆիդբեքը շատ օգտակար կլինի, կարանք հետո ինչ որ բան դզենք, եթե դա լինի ձեր անձնական զբաղվածության պատճառ, ուղղակի կասեմ դե ափսոս, ձեզ բարի բախտ ամեն ինչի հետ, ու տենց։ Մենք տենց Google Form-եր ունենք, էլի, որտեղ կարաք անանուն ֆիդբեքներ էլ հայտնեք։ Այդ էլի կայքի հղումների մեջ է դրած այդ ամեն ինչը։ Բայց լավ, երկար անդադար խոսացի։ Ամեն ինչից հարց, ամեն ինչից ցանկացած ինչ որ բան։ Հա, մեկ էլ հաջորդ դասի հետ կապված մեր ստանդարտը հիմնականում փորձելու ենք պահել բանը 5 չորեքշաբթի կամ 5 շաբթի ու շաբաթ կամ կիրակի, բայց ուղղակի այս շաբաթ կիրակին ինձ թվում է չեմ կարողանա ես հարմարացնեմ, բայց բանալի բառը ինձ թվում է, կարող է շաբաթ առավոտը օրինակ կարողանամ։ Շաբաթ իմ առավոտը ես 3 ժամ հետ եմ, էլի։
Այսքան շաբաթ, ասենք 12-ի կողմերը օրինակ, հա, շաբաթը ինձ թվում է կստաց կկարանամ պլստան։ Երևի շաբաթ օրը կանենք հաջորդ լեկցիան կարճ ասած։ Բանալի բառը երևի։ Այն լինում հայտարարությունների ալիքին։ Հա, ալիք է ստացվեց, կակրս պատահական էր։ Բայց հա, մենք նայում ենք 0.8 խնդիրը էքսպոնենցիալ բաշխման հիշողություն Հա, ես չունենալու հատկության մասին։ իրականում այս ընթացքում, երբ որ անցանք դասը, ես հասկացա ինչի այդ լյամդան չկա, չգիտեմ, այս դասի ընթացքում էդի հասկացա, բայց մի հատ ուրիշ հարց էլ տամ, եթե այդ ոնց որ այդ հարցի մոտ փակվեց էլ, այս ընթացքում հասկացա Okay, ինչից okay. այդ լյամդան վերացավ, բայց այդտեղ մի հատ ուրիշ հարց էլ կա, որ այս լամպոչկայի օրինակով, որ ասում է, եթե իր միջին ապրելու տևողությունը 2 տարի է, ենթադրենք, չէ, ինքը այդ լյամդան է դեր ցույց տալի, այսինքն 2 տարի հետո ինքը կփչանա միջնում, այդ չէ, ասում է ինչքան է բանը, որ 3 տարի կապրի, 3 տարուց հետո ենթադրենք կփչանա, չէ, այդ լամպոչկեն։ Ինքը այս 4-րդ բանն եմ էլի ուզում ասեմ, այս սին, զրոթի սին։ Հիմա այդ իր հիշողության կորուստը, բայց եթե ինքը 2 տարի աշխատել է ու դա նույնն է, այդ մաս ուզում եմ հասկանամ, որ 2 տարի աշխատելուց հետո փչանալը մի քիչ ավելի հավանական է, չէ, 3-րդ տարում փչանալը, քան մի տարում։ Այդ հիշողության կորուստը, ուզում եմ, օրինակ այդ կոպեկները գցելը լրիվ հասկանում է ինչի է հիշողության կորուստը, ոնց որ չի հասնում, որովհետև մեկը 10 անգամ գցել է հուշ չի ընկել, դրանից հետո ընկնելը կապ չունի այն անգամ ընկել է թե չի ընկել։ Բայց սրա ապրելն ու չապրելը այդ լամպոչկա ինքը ոնց որ կապ ունի իր անցած ապրած ճանապարհի, չէ։ Ուզում ասեմ, ճիշտ է, այդ դեպքում սա դիտարկել որպես էքսպոնենցիալ բաշխում։ Ահա, իրականում ոնց որ ինքը հեսա այդ հիշողության կորստի պահը հեսա կակրած փորձեմ բանով բացեմ նախորդ դասի։ Կամ լավ, հələ եկեք մի հատ խոսակցականով դեռ ասեմ։ Այստեղ էական կտորերն է, որ մենք ոչ թե ասում ենք էական կտորերն է, որ մենք այստեղ ոչ թե ասում ենք հավանականությունը, որ ծավել կապրի, այլ եթե արդեն գիտենք, որ 2 տարուց ավել ապրել է։ Հիմա եթե այստեղ կիրառենք մեր PA, եթե գիտենք B, այս բանձավը ոնց ենք հաշվում։ Ինչ լավ տեղ չթողեցի։ PA, եթե գիտենք B, սա ոնց կարենք գրենք։ P B A A ու B, այսինքն ահա։ ահա, անգամ P A չկար այնտեղ անգամը, թե սխալ եմ հիշում։ Կարող եմ միանգամից bias-ի Հա, ես այդ բայսի բանաձևն եմ ուզում ասել, բայց կարող է սխալ եմ ասում։ հա չէ, այստեղ PB անգամ P։ Հա, բերևը P A, Եթե այն միավորումն էլ P B-ն A պայմանով չէր։ հա, այդ է ասես, եթե այսենց գրեինք, ինքը bias կդառնար, որ Հա, ես էլ symmetric ուզում ասել, հա։ PAB PBA, եթե ուղղակի ոնց որ ուզում ենք խոսանք, որ երկու բանն էլ տեղի կունենա, եկեք դա ստորակետով գրեմ։ Ոնց որ ասում ենք հավանականությունը, որ ան տեղի կունենա, եթե գիտենք, որ b-ն տեղի է ունեցել, այդ հավանականությունը, որ երկու բանն է տեղի ունենա, բաժանած դե մի հատ հասկանանք ինչքան հավանական է, որ b-ն տեղի կունենա։ Հիմա ըստեղ մեր մոտ A-ն է նա, որ 2 տարուց ավել կտևի, B-ն է նա, որ 3 տարուց ավել կտևի։ Այսինքն ըստ էության, եթե երկուսը իրար միավորենք, եթե 3 տարուց ավել է տևել, նույնն է ինչ 2 տարի, ուրեմն 2 տարուց էլ է ավել տևել, ինքը ավտոմատ դառնում է ուղղակի PA, չէ՞ մեր մոտ։ Ահա, տակը ստացվում է բաժանում ենք PB-ի։ Հիմա բանաձևով եթե գրելու լինենք, մենք ունենալու ենք մենակ եկեք էքսպոնենցիալ կտորի վրա կենտրոնանանք, ստե լինել է ինչ որ y-ի, եկեք կոպիտ ասեմ y-ի a օրինակ, այս մեկը բաժանած y-ի b ստացվել է y-ի a հանած b, չէ՞։ Ահա, հիմա եթե իմ մոտս ֆակտորը սա է, եթե b-ն մոտս լինի 0, a-ն լինի 2, այսինքն առաջի 2 տարին ենք նայում։ a մինուս b-ն լինում է 2։ Հիմա եթե b-ն լինի 2 տարի, հետո ասում եմ եւս 2 տարի, էլի a մինուս b-ն լինում է 2։ Այսինքն մենք այս դիստանցիան, որ վերցնում ենք, իրան ոնց ուզում ենք տեղափոխենք, ուզում ասենք մի դար հետո ու մի դար 2 տարի հետո, ինքը մեկը քանի որ էքսպոնենցիալների բաժանում ենք անում ու ինքը դառնում է ցուցիչում տարբերություն։
այս տարբերությունը արդեն ինվարիանտ է դառնում, թե կոնկրետ բացարձակ արժեքները ինչ են։ Մենակ դիստանցիան է կարևոր դառնում։ Այդ իմաստով ենք ասում, որ հիշողությունը կորում է։ Ոնց որ 2 տարի հետո եթե նայենք, այսինքն 2 տարով տեղափոխենք ամեն ինչ, այդ 2 տարին ուղղակի մեր hand ոնց որ դառնա 0-րդ տարի, կարանք ուղղակի ոնց որ թայմերը վերսկսենք։ Նորմալ է։ Բայց այս խնդրում ինքը ասում էր ինչքան է հավանականությունը, չէ՞, մի հատ կգնանք հետ նորից։ Ինչքան էր հավանականությունը, որ ինքը 3 տարի կգոյատևի, պայմանով որ 2 տարի գոյատևել է, չէ՞, թե սխալ եմ։ Այսինքն ինքը 2 տարի աշխատել է ու իր միջին աշխատելու ոնց որ ժամանակահատվածը 2 է։ Հիմա ինչքան է հավանական, որ ինքը եւս մի տարի կաշխատի, ոնց որ կոնկրետ այդ լամպոչկաների դեպքում ինքը այդ 2 տարի աշխատելով ոնց որ սպառում է, չէ, իրան։ Չգիտեմ, լավ կավա չեմ բացատրում։ Ոնց որ բանով վիճակագրորեն եթե խոսենք, այսինքն եթե լիքը լամպոչկաների օրինակով նայենք, մեկ ակնկալենք, որ իրանցից լիքը կտորը 2 տարի հետո պետքա սպառվի։ Այդ իմաստով կարանք ասենք, բայց ուղակի մաքուր հաղթեսի տեսանկյունից եթե ասենք, այսպես բաշխումների դեպքում, եթե 2 տարի անցել է, վերջ, ինքը 2 տարի գոյատևել է։ Արդեն ինքը չի հնացել, սենց ասած, էլի։ Եթե ես ոնց որ եթե հարց տամ ինչքան է հավանականություն որ 3 տարի կգոյատևի, այդտեղ իհարկե կարևոր է որ 2 տարուց ավել է, բավականին ցածր հավանական կլինի։ Բայց այդ 2-3-ը փոքր զուգահեռություն, բայց եթե ասեմ արդեն 2 տարի ապրել է, այդ ենթադրում եմ որ ոնց որ այն իր փչանալը տեղի չի ունեցել։ Հեսա փչանալը ու նորից սկսում է զրոյական կետից այդ ամեն ինչը, լավ, լավ։ ոնց որ կարանք պատկերացնենք որ բան ամեն օր եթե դուրս են գալիս փորձում ենք ինչ-որ մարդու հանդիպենք ու հավանականությունը նույնն է, հիմա եթե 5 օր չեմ հանդիպել, 6-րդ օրը որ դուրս գամ հանդիպելու լինեմ, արդեն ոնց որ նոր օր է նշանակում։ Կապ չունի նախորդ 5 օրը ինչ ա եղել, էլի։ Նույն կոպեկների անալոգիան է, էլի, ստեղ մեր մոտ։ Ինչքան զառ ուզում անգնի, մեկը հաջորդ զառի վրա չեն ազդում։ Պրոստը այդ զառ ոնց որ ավելի տես շոշափելի հասկանալի է, բայց այս լամպոչկի օրինակը իմ համար մի քիչ այդքան բան չէր էլի, որ այդ ոնց որ 2 տարի պետք է ապրեր, եթե երրորդն է, ինքը ոնց որ ավելի մեծ հավանականությամբ կփչանա, ես տենց էի պատկերացնում, իսկ այդ զառի դեպքում հիմա նախորդը ինչ ես գցել, այդ կապ չունի, մեկը հաջորդը գցելը այդ նախորդ գցելուց կախված չի էլի դառնում։ Համաձայն եմ, իրականում ինքը անընդհատ դեպքում մի քիչ ինտուիցիան դժվար է պատկերացնել։ Կարանք պատկերացնենք ոնց որ բանով, որ ասենք այդ փչանալը, որ 2 տարում պետքա փչանա, ինքը ոնց որ սենց այդ փչանալու բանը հետևից ընկած է։ Ես ասա կգամ 2 տարում քեզ կգամ կխփեմ կջարդվես։ Հիմա բայց որ թե ասում ենք 2 տարի գոյատևել, ասում ենք ոնց որ ինքը արդեն 2 տարի կարեցել է փախնի ջարդվելուց։ Հիմա իր հաջորդ պոտենցիալ 2 տարին է սկսում էլի։ Լավ, իսկ եթե այստեղ հարցը դրված լիներ այդ Y-ը մեծ 3-ից, պայմանով որ Y-ը մեծ է 2-ից, այսինքն մի տարին է ապրել, ինչ ոնց կփոխվեր այդ հաշվելու բանաձևը։ Ոչ մի ձև, այս երկու բանը, այսինքն հավանականությունը 3 տարուց ավել ապրելու, եթե 2 տարի է ապրել, նույնն է ինչ ուղղակի հավանականությունը մի տարի ապրելու ու վերջ։ Նույնն է ինչ 30 տարի ապրելու, եթե 29 տարի է ապրել։ Ընդհանրապես չէր փոխվի։ Հա, եղավ, մերսի շատ։ Ձեզ մերսի հարցի համար։ Այդ էքսպոնենցիալ բան, ոնց որ հաճախ, ասենք, Պուասոնում էքսպոնենցիալում ենք տեսնում բանում, հա, այդ երկուսն էր։ Այդ դրանք հաճախ գայս են այդ հենց էքսպոնենցիալ բաշխումների մեջ, որտեղ այդ էքսպոնենցիալների մեջ այդ EA բաժանած EB հավասար է EA-B, այդտեղից է շատ գայս էլի, կարակ ոնց որ էքսպոնենտ եթե տեսնում եք, մտածեք ուրեմն հիշողություն չունի։ Կարակ էտել որպես տենց տրյուկ մտքում պահեք լրացուցիչ